Serhetne Radio Stars, Los Angeles, California. Երգուազար 25-ի հայաստեր հաղորդաշարի վերջին հարցազրույցը վիդի էլլա ջող երաժշտությամբ և հայրնի դաղանտավոր երաժիշտով երկու շաբթի դեկտեմբեր 22-ին։ Հաղորդավարուհի Ստեյսի Ավետիքյան Արաբյանը պիտի հյուրընկալ է օժդյալ երաժիշտ Գրիգոր Հարությունյանին, որ պիտի մտապերե իր մանկության հաճելի հուշերը, պիտի խոսի իր ծննդավայրի մասին, ինչպես նաև հաջողած երաժշտական դպրոցներուն և նվագած զանազան երաժշտական գործիքներուն մասին, ներառյալ Հարությունյան ընտանիքին երաժիշտներուն և դաղանցի մասին։ Հետևեցեք հարցազրույցին ուղիղ եթերով Radio Stars-ին և Radio Stars-ի թիմադեդրեն երկու շաբթի դեկտեմբեր 22-ին գեսօրը ետք ժամը 1-ին Լոս Անջելեսի ժամով, երեկոյան ժամը 10-ին Եվրոպայի ժամով և 3 շաբթի դեկտեմբեր 23-ին երեկոյան ժամը 1-ին Հայաստանի ժամով։ Հարկելի ունգընթիրներ, հետևեցեք հայրենի օժդյալ երաժիշտ Գրիգոր Հարությունյանի հարցազրույցին հայաստեր հաղորդաշարեն։ Radio Stars-ի շատ հավատարիմ, սիրելի և հարգելի ունգընթիրներ, նաև հայաստեր հաղորդաշարի ակընթիրներ։ Յուրաքանչյուր երկուշաբթի անամպեր կսպասեք ժամը 1-ը, որովհետև կհյուրընկալեմ տարբեր ասպարեզի անձնավորություններ, ինչպես այսօր պիտի հյուրընկալեմ օժդյալ երաժիշտ Գրիգոր Հարությունյանին, որոնինք շատ խոսելիքներ, ինչպես նաև պիտի վերհիշեցնեմ իր մանկությունը և տարբեր հուշեր, որ ունի իր մտքի մեջը։ Բայց նախքան բացակայելս եկեք ցեզի ներկայացնեմ շատ գեղեցիկ ռումբա խորագրով Գրիգոր Հարությունյանի իր կլարինետով, որինք մեզի հրամցուցած է, ապա կբացակայում շատ գար շատարովմը և կվերադառնանք զույգ, ինչ է զույգը ես և հյուրս։ Չի հրանաք սիրելիներս, սպասեցեք մեզ։ Գլսեք Radio Stars, Radio Stars։ Հարությունյան ջան, այ Ռումբաբում Պիեր ուրես եգուր միասին բարենք
կարողանամ շարունակել, ոնց կարողանամ խոսիլ եւ ոնց կարողանամ արդահայտվել այսքան քեղեցիկ երաժշտություն լսել եք, բայց դարձյալ գողջունեմ ցեզ ռադիո լսողներ, նաեւ ագնտիրներ։ Ես դարձյալ վերադարձա, ինչպես թե ցեզի խոստացա, թե պիտի վերադառնամ զույգ, արդեն կտեսնեք յուրս պատրաստ է եւ ամիջապես կներկայացնեմ իր մասին։ Հաղորդաշարի հրավիրյալը ծնվել, մեծացել եւ սովորել է Երևան քաղաքում, ուր հաճախել է երաժշտական զանազան դպրոցներ, սովորելով կլարինետ եւ դաշնամուր։ Մեծացել է երաժշտական ընտանիքում, երաժշտական մթնոլորտում, որ շատ բան է սովորել նրանցից։ Դիրաբեդելով կլարինետ երաժշտական կորձիկը, արդեն 12 տարեկանում մասնակցել է համերգներու, ուր նվագել է ինքնավստահորեն։ Ընտանիքի քաչալերանքով հատկապես իր հորը վարպետ դուդուգահար Ռուբեն Հարությունյանի աջակցությամբ մասնակցել է տարբեր միջոցառումների եւ տելեթոնների։ Այժմ գողջունեմ օժտյալ երաժիշտ Գրիգոր Հարությունյանին, շատ շնորհակալ եմ իմ հրավերս ընդունելու համար եւ բարի եկել եք Հայաստան հաղորդաշարեն։ Ողջույն Ստեցի ջան, ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար, շատ շնորհակալ եմ։ Այնքան ուրախություն կպատճառի, թե Հարություն ընտանիքի երկրորդ սերունդեն եղավ անցմիևս իմ հաղորդաշարի հյուրը, չմոռնանք ողջույններ, բարևներս մեր շատ սիրելի վարպետ դուդուգահար Ռուբեն Հարությունյանին, որ ես պատիվ ունեցա իր հետ հարցազրույց մտարելու եւ մինչեւ այսօր թեր այդ արցականքը գհնչե եւ շատ լավ արցականք ցկել է մեզի այդ հարցազրույցը։ Շնորհակալ եմ, Ստեցի ջան։ Խնդրեմ մեծ սիրով, միշտ հաղորդաշարի սկիզբը Գրիգոր Հարությունյան, ես գփափակին վերհիշեցնել իմ հյուրերուս մանկությունը, իրենց հուշերը, ինչ տպավորվել են, ինչ ցևով մանկություն ունեցել են, բայց լսել է ետք։ Հարցազրույցի առաջին մասը հիշել մանկությունը եւ մանկության հիշադակները։ Բոլորս մեծ ուրախությամբ ենք հիշում մեր ծննդավայրը, քաղաքը, ինչպես նաեւ մանկությունը։ Եթե ցեզ ասեմ Դավիթաշեն, որ Երևանի քաղաքի 12 վարչական շրջաններից մեկն է, ինչ է նշանակում ցեզ համար Դավիթաշենը։ Ստեցի ջան, ես ծնվել եմ, մեծացել եմ այնտեղ Դավիթաշենում, քաղաք Երևանում, շատ հիշողություններ ունեմ այնտեղից, մանկությունս անցել եմ այնտեղ, հաճախել եմ երաժշտական դպրոց, միջնակարգ դպրոց եմ գնացել այնտեղ, մի խոսքով շատ հիշողություններ ունեմ այնտեղից։ Ինչ նշանակում է ցեզ Երևանը, այսօր որ դուք սփյուռքի մեջ եք եւ հերու եք հայկական հողե, մեր մայր հայրենիք է։ Ինչ նշանակում է ցեզ, երբ ասեմ Երևան, ինչպես նկարագրում եք, ինչ նշանակություն ունի ցեզ համար։ Դա սուրբ տեղ է մեր համար, մեր ծննդավայրն է, ես շատ ուրախ եմ, որ հենց այնտեղ եմ ծնվել, այնտեղ եմ մեծացել, շատ հիշողություններ ունեմ այնտեղից։ Այո։ Համար սրբության պես մի բան է։ Իսկապես թե սրբության վայրը մեր Երևանը։ Այսօր երբ կասենք Գրիգոր Հարությունյան, ապա կասենք թե ինք որդին է վարպետ դուդուգահար Ռուբեն Հարությունյանի եւ այլ տարբեր Հարությունյան ընտանիքի դաղանդավորները շատ են։ Երաժշտական ընտանիքում մեծանալը օգնեց ցեզ սիրել երաժշտությունը կամ դուք արդեն ունեիք ացիրկը, որ աստվածադուր է։ Ես միշտ փոքր տարիքից Ստեցի ջան լսել եմ մեր տան մեջ միշտ երաժշտությունը հնչել է։ Հորեղբայրս, հայրս, պապիկս երաժիշտներ են եղել։ Մենք միշտ որ հավաքվում ենք, միշտ իմ ականջին կար այդ երաժշտությունը լսում էի միշտ, բայց Աստծո տված բան էլ կար։ Փոխանցվեց ինձ էլի։ Իսկ որ դարիքում եք հայտնաբերել ձեր հորը թե դուք սիրում եք երաժշտությունը, կլարինետը կամ դաշնամուրը կամ այլ տարբեր նվագային գործիքներ։ Ստեցի ջան, ես որ փոքր էի, հիշում եմ, բայց որ միշտ մաման, պապան տանում էին ինձ երաժշտական բան, միտեղ ես միշտ ձեռքս գցում էի հենց
կլարնետ գործիքի վրա։ Փոքր ժամանակից միշտ սիրել եմ, փոխանցվել է ինձ։ Մտենց սիրել եմ։ Լավ, պապան մաման ցեզ դարել է, բայց դուք որու բացահայտեցիք ձեր տաղանդի մասին։ Այսինքն լրջորեն ըսիք թե ես ունեմ այդ տաղանդը։ Մի օր papai հետ տանը նվագում էր, ինքը շատ էր նվագում։ Ես հիշում եմ, միշտ նվագում էր մեր տան մեջ, ուզեցա վերցնեմ, ես էլ փորձեմ նվագեմ, փորձեցի, նվագեցի, զգացի, որ իմ մեջ կա Պատենց սկսեցի արդեն հաճախակի նվագել։ Դուք որ նվագել եք, սովորելով նվագել եք կամ ինչպես թե ասեցի աստվածադուր ցիրկը եւ այդ երաժշտական ընտանիքի մթնոլորտը ցեզ օգնում էր ավելի։ Օգնում էր իհարկե, բայց եթե Աստծո կողմից տրված չլներ դա, կարծում եմ, որ չէր ստացվի։ Անպայման պետքա վերևից տրվի դա քեզ։ Այդ մեկը համամիտ եմ 100%, որովհետեւ միշտ վերևից է։ Մենք որքանալ ունենանք այդ ցիրկը, այդ տաղանդը կամ սիրենք ովևէ մի բան, այլ վերևից է միշտ, որ իրեն парք մենք դալիս ենք միշտ։ Իսկ որ դպրոցներում եք սովորել եւ կոնկրետ ինչ եք սովորել։ Ստեսի ջան, ես Հայաստանում որ հաճախեցի երաժշտական դպրոց, այն ժամանակ կար, որ կլարնետի բաժնում նվագում էիր, երկրորդ դասարանից արդեն դաշնամուրել էիր անցնում։ Այո։ Դա կլարնետին էլ էր օգնում, ընդհանրապես սոլֆեջո, նոտաներ, բան, ամեն ինչ սովորեցի ես այնտեղ։ Ճիշտ է, դաշնամուրի բաժնով չստացվեց։ Օգնեց աղագին նվագեցի, այո։ Ուրեմն կլարինետը ցեզ քրավում էր, այլ թաշնամուրի դասընթացքները կամ նվագել միան սիրողական եղել է։ Այո, սիրողական է եղել, բայց կլարնետն էր իմը։ Կլարնետը հացեցի ես։ Միշտ գասեն Գրիգոր Հարությունյան թե թաշնամուրը այլ տարբեր կորձիկների կամ երաժշտության բանալին է, պետք է անպայման սովորել։ Համամիտ եք կամ ձեր կարծիքը։ Շատ կարևոր է, անպայման։ Պետք է սովորել, որպեսզի ապա ուրիշ կորձիկներ սովորել կամ ինչպես։ Օգնում, այո։ Եթե անցնում ես արդեն նոտաները, գարմոնիան, ավելի երաժշտականորեն ես սկսում մտածել։ Շատ օգտակար բան է, այո։ Իսկ եթե դպրոցների մասին մի քիչ ուզում եմ խոսենք, թե որ մեկ դպրոցների հուշերը ավելի տպավորած է ցեզի եւ մինչեւ ցարտ երբ հիշեք ցեզ ուրախություն կպատճառե կամ նույն ժամանակ այսպես կժպտակ որովհետեւ գրնալալ դուք այդ փոքրիկ չար Գրիգորը հավանաբար եղել եք յուրաքանչյուր փոքրիկը կամ երեխամը կամ ովևէ մեկ տարիքի այսպես չարություններ մենք անպայման ունեցել ենք որ մեկ հուշերը ցեզ տպավորել է որ մինչեւ այսօր երբ հիշեք անպայման ցեզի ուրախություն պատճառել է երաշտականորեն որ նայում ենք այո ես փոքր ժամանակ եղել է չարաճճիությունը Ինչ հիշում եք Ես ֆայն չեմ կարող մտածել Չեք կարող կամ չեք ուզում ասել որպեսզի չիմանանք ձեր չարաճճիությունը Դա է պետք ստեսի ջան այո ավելի լավ տեղ ատարել Այո, բայց արդեն 12 տարեկանում մասնակցել եք համերգներու հոսք կուզեմ պատմեք հաճիկ թե ինչ հիշողություններ ունեք այդ համերգներից Այն ժամանակ երաժշտական դպրոցում խմբեր կային, տարբեր մասնակիցներ կային, բոլորը մասնակցում են։ Ես հիշում եմ առաջի համերգը եղավ ֆիլհարմոնիայի դահլիճում, այո։ Այնտեղ մասնակցեցի, նվագեցի, լավ հիշողություններ կան։ Այսինքն գխոսենք այդքան մեծ խմբի մասին, թե դուք 12 տարեկան, արդյոք այդ ժամանակին դուք գիտեիք, թե ինչ է երաժշտությունը, այո սովորել էիք, հետևել էիք, նույն ժամանակ մեծացել եք այդպես դա մեջ, բայց դուք անցամբ այդ երաժշտության իմաստը գիտեիք, թե ճիշտ ինչ է, ինչ իմաստ ունի Իմաստը դրանից հետո եղավ, որ նվագում ենք սկզբնական արդեն որ
պիտի առաջի անգամ բարձրանայի բեմ, դե հուզմունքը կար բնականաբար, ես չէի հասկանում, շատ էի հուզվում, բայց դրանից հետո արդեն կամած սկսեցի դելանալ դրան, սիրեցի դա, ու եղավ շատ համերգներ եղավ, մասնակցեցի, նվագեցի, ընտելացա։ Իսկ այդ տարիքում այդ ժամանակից որ խոսենք 12 տարեկան, 13, 14, այդ ժամանակին արդյոք ձեր հայրը ցեզ ուղեկցում էր կամ միայն դուք առանցին բարձրանում էիք փեմ եւ մասնակցել էիք նվագելով։ Ստեսի ջան, այն ժամանակ հայրս շատ է շրջագայում, տարբեր տեղեր, սկզբնական այո, ինձ օգնել է շատ, որի համար շնորհակալ եմ իմ ծնողներին, մայրիկիս շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, հիշում եմ դա մայրիկս ձեռքիցս բռնած փոքր էի, միշտ երաժշտական դպրոցներ ամենտեղ մաման էր տանում, պապան մի քիչ զբաղվածությունը շատ էր, համերգներով տարբեր երկրներում էր լինում։ Հայտնի դուդուգահար եւ ուներ իր շրջակայությունները ուրեմն։ Շրջագայում էր շատ, բայց սկզբնական ամեն ինչը իմ հետ բարապես դրեց, հղկեց ինձ, նրանից հետո արդեն երաժշտական դպրոց գնացի, արդեն սովորեցի, այդպես։ Նախքան շրջակայությունները կատարելը խորհուրդներ, ինչպիսի խորհուրդներ ցեզ դալիս էր ձեր հայրը, որ այդ տարիքին երբ փեմ բարձրանաք ինքնավստահորեն նվագեք առանց ամաչնալու։ Միշտ ասում էր հանգիստ եղի, մի լարվի, կարևոր է, բայց մի քիչ պետք է թող լինի, օգնում է, որ ավելի սա է։ Իսկ դուք ինչպես փեմ բարձրանայիք, արդյոք ամաչնում էիք կամ ցեզի համար շատ բարձ էր եւ արդեն տահլիճում երբ տեսնեիք այդքան ժողովուրդ ավելի խանդավառվում էիք։ Ոչ թե ամաչում էի, ուրախ էի շատ, ուղղակի հուզվում էի սկզբից, որը որ բնական է, կարծում եմ, այդպես պիտի լինի։ Հիմա էլ որ Ամերիկա լինում կամ ինչ-որ մի բան, այդ հուզմունքը մի քիչ կա։ Ոչ թե ամաչում էի, հուզվում էի ավելի շատ։ Իսկ այդ էներգիան, որ գունենաք փեմի վրա, տահլիճում գտնող ժողովրդից իրենց ապահովություններեն կամ ընտանիքի անդամներեն, այդ էներգիան ոնց դուք ստանում էիք։ Ստանում էի, այո, իհարկե, որ հուզվում էի, շատ բան չէի կարող անումը բռնել դահլիճից, ավելի շատ մտածում էի, եւ վերջանալու շուտ վերջանամ։ Մի քիչ հուզված, մի քիչ ամաչնալով, մի քիչ այսպես խանդավառված, բոլորը գվադահի անշուշտ նամանոան կխոսենք այդպես տարիքի թե թեր հասուն տարիքի չեք, այսինքն թեր փոքրիկ տարիքի եք եւ այդ պատասխանատվությունը, որ ունիք այդ տարիքին մի քիչ հավանաբար ծանր էր ցեզի համար։ Իհարկե։ Մենք պիտի դիտենք կարճ վիդեո նկարներ, մի քանի նկարներ ունեմ ես, մի հարցնենք ինչպես ստացել եմ, ես կարողացել եմ այդ նկարները ստանալ եւ պիտի դիտենք յուրաքանչյուր պիտի խնդրեի վիդեոյի մասին դուք մեզի հաղորդեք, թե ուր է վայրը կամ ինչ իշադակներ է, դուք հոսունիկ կլարինետը ցերցերքը եւ կտեսնենք Թաշնամուրի ուսուցչուհիմը։ Ինչ տեղեկություն ունիք փոխանցելիք սույն նկարի մասին։ Սա տեղի է ունեցել հենց Դավիթ Հաշենում, որտեղ որ ես հաճախում էի երաժշտական դպրոց, ու համերգներ էր լինում փոքրիկ, տարբեր երաժիշտներ մասնակցում էին, ես էլ էի մասնակցում, նվագում էինք, համերգներ էր լինում փոքրիկ, այդտեղից է այդ նկարները։ Ուրեմն դուք կլարինետով իսկ ուսուցչուհին Թաշնամուրով միասին գնգերակցեր ցեզի։ Նվագակցում էր Դաշնամուրով, կլասիկ նվագում այն ժամանակ կլարինետի օգնում էր նվագում էինք միասին։ Միասնապար։ Նկարը եւս այս նկարը ինչ հիշատակներ կընկերեցի, ինչ ունիք ասելիք եւ պատմելիք այս նկարի մասին։ Առաջի անգամ ես որ բարձրացա բեմ ֆիլհարմոնիայի։ Այո, ես հիշում եմ շատ Ստեղ էր, որ պատմում եմ, հուզվում էի։ Ուրեմն 12 տարեկան եք հոս։ Այո, 12-13 տարեկան էի այդտեղ։ Այո։ Իսկ նկարի մեջ կտեսնենք երկու սիրունդիկիներ, արդյոք ձեր ուսուցչուհիներն են կամ ով էին։
Ինչ էր, որ մեծ նվագակցում էին ուղակի։ Այո, երկու քնալ։ Այո, Հիշում եք այս նկարը որ մեկ տարին է։ սա 12 տարեկան էի ես, այո, ահագին եւ 27 տարի առաջ։ Այնքան։ Այո, Անցնենք հաջորդ նկարին, հիշատակելի նկարը եւս, կխոսենք նույն դահլիճում էր հոս, որ ծեր առաջին փեմ բարձրանալներ, բայց ավելի հստակորեն կտեսնենք ցեզի թե կլարինետով կնվագեք եւ հայտնի է թե այդ լուրջ կեցվածքը ունեք արդեն փեմի վրա։ Նկարը եւս եթե ունիք բացատրելիք կտեսնենք մի քիչ հեռու, մի քիչ մոտ, շատ լուրջ, այսպես կամերային նայելով պատրաստ նկարվելու։ Ուր է այս նկարը կպատրաստվեիք ուր երթալու կամ ինչ տեղեկություն ունեք։ սա այն ժամանակ ստեցի ջան, որ փոքր էինք, ճիշտ ասած, լինում էր գնում էինք իմ հասակակից տղաներ կային, էլի, նվագում հարսանիքներ, քեֆեր, բան լինում էր, գնում էինք, մասնակցում էինք, նվագում էինք եւ պատրաստում էինք գնայի արդեն նվագելու այս նկարի մեջ։ Պատրաստ կազմի մեջ հայտնի է ցերդամ մեջ նկարված եք հոս, ցեր ընտանիքի տամ մեջ։ Ծնողքի, այո։ Ուրեմն միշտ պատրաստ պետք է եւ գնացինք, հա։ Հաջորդ նկարը այսինչ քեղեցիկ նկար, այսինչ խոսուն նկար է։ Ինչ բացատրելիք ունիք այս նկարի մասին։ Նկարը առաջի անգամ հայրիկս էլ էր, հայրիկը ստեղ պետք է էլի նվագեր այս համերգին, շատ սիրելի երգիչի հետ պետք է նվագեր Գուրգեն Դաբաղյանի այդ համերգին, այո, այդպես իրար հետ նկարվեցինք ստեղ։ Իսկ դուք փունջ մծաղիկներ այսպես ունիք ցեր ցերկա, այդ փունջ մծաղիկները ցեր հորը համար էր կամ դուք խլեցիք ամին չաբես ցեր հորմե։ Իսկապես շատ քեղեցիկ նկարման է հայր եւ որդի, դարձյալ ողջուններ Վարպետ Տուտուկահար Ռուբեն Հարությունյանին, ինչպես նաեւ ողջունեմ Գուրգեն Դաբաղյանին, որ իմ հաղորդաշարի հյուրը լինեց ասկե մի քանի ամիսներ առաջ, բոլորին հաջողություն։ Նկարը եւս, որովհետեւ բոլորն ալ հիշատակելի, բոլորն ալ քեղեցիկ են։ Ինչ նկար է ասի, ուր է, ով է, ինչ է։ Սա մեր Հայաստանի տանն ենք, եղբայրներն են Արամ Հարությունյանը եւ Արսեն Հարությունյանը, 3 եղբայրներով ենք, մենք 3 եղբայրներ ենք, Ստեսի ջան։ Այո, եւ հստակ է դուք նստած եք, այդպես է։ Ես նստած եմ կողքիներս, միշտ եղբայրս է եւ փոքր եղբայրս։ Դուք ծեր Հարություն ընտանիքի ընտրանիք զավակն եք։ Այո։ Այո, շատ լավ։ Եթե երկու եղբայրները որ կտեսնենք իրենք հալոնին նույն դաղանթը։ Միշտ եղբայրս նվագում էր, լավ դաշնամուր էր նվագում։ Հետո շարունակեց, ուրիշ գործով զբաղվեց, փոքր եղբայրս չէ, երաժշտական չի ավելի, ուրիշ բնակավարների մեջ են, բայց միշտ եղբայրս ուներ, ուղղակի շարունակեց։ Մնացիք դուք որ շարունակեցիք եւ ցեզի համար միշտ երաժշտությունը հավանաբար ուրախություն կպատճառի ես որ ցեզի տեսա փեմի վրա այս մի քանի շաբաթներ առաջ այդքան այդ պոզիտիվ էներգիան որ ունիք այնքան քեղեցիկ ցավով կնվագեք իսկապես թե վարպետի որթինալ վարպետ եւս է Շնորհակալ եմ Ստեսի ջան իրականությունն է այս նկարները տեսնելով գսեք թե երանելի էր այդ օրերը Երանելի էր, այո։ Որ մեկ վայրը ալավելի դպավորած է ցեսի, որ դուք նվագել եք, որ մեկ վայրը ալավելի մինչև այսօր կասեք թե այն վայրը անկարելի է թե մոռանամ դեռ 50 տարի եւս։ Հենց այդ ֆիլհարմոնիայի դահլիճում, որ ես առաջի անգամ բեմ բարձրացա, էդիա տպավորվեի մեջ, հետո դրանից հետո ճիշտ ասած շատ եղավ, էլի համերգներ մասնակցեցի, արդեն բայց որ առաջինն էր, ավելի տպավորիչ էր իմ համար։ Եվ միշտ կասեն թե երբ առաջինն է որևէ մեկ բանի համար ոչ թե միայն երաժշտության մեզ միշտ լավ կտպավորե եւ կընկրկե մեր մտքին հիշողության մեջ այդ հուշերը անմոռանալի կդառնան հավիտյան։ Այժմ խոսենք հարությունների դաղանթավոր ընտանիքի մասին։ Ինչպես թե ասեցի դարձյալ կգտնեմ ծեր հայրը վարպետ Տուտուկահար Ռուբեն Հարությունյանն է։ Ինչ սովորեցրել է ցեզ։
խորհուրդները լսեցինք, բայց ինչ սովորեցրել է ցես ծեր հայրը։ Այս ասպարեզի համար երաժշտական եւ կլարինետի մասին խոսիմ։ Կարելի ասել ամեն ինչ սովորեցրել է ինձ Ստեսի ջան, իրոք թե իր խոսելով, թե իր խորհուրդներով, երաժշտական առումով շատ է պատմել։ Այն փոքր ժամանակ մեկ-մեկ լինում էր հա, բայց հետո որ մի քիչ մեծացանք արդեն նոր հիշում ենք, որ ինչ էր ասում, խեր ասում, ինչի համար էր ասում, հետո նոր սկսեցինք արդեն ավելի ճիշտ ըմբռնել, ճիշտ մոտիկանալ այդ խորհուրդներին։ Այսօր որ դուք փեմ բարձրանում եք առանցին նվագում եք եւ ժողովուրդը ցես ծափահարելով ավելի ուրախություն պատճառեցես, բայց երբ փեմ բարձրանաք ծեր հորը հետ, որ այսօր պատասխանատվությունն է, ինք մեծ վարպետ է, շատ մեծ վարպետ է, որ այսօր բոլորս ալ երբ ինք նվագե, հապշտակված կլսենք իրեն, որովհետեւ այնքան ոչ թե միայն խոսիմ վարպետ դուգահարի, այլ այնքան հեզ անձնավորություն է, այնքան բարգեշտ մարդ է, այնքան լավ մարդ է, թե ես այդքան իրեն հանդեպ մեծ հարկանք ունեմ։ Երբ բարձրանաք ծեր հորը հետ փեմ ինչ տարբեր զգացում կունենաք, այսպես վախ կունենաք, որովհետև դուք կգեցած եք վարպետի հետ եւ ոչ առանցին։ Ինչ զգացում կունենաք։ Ստեսի ջան, ասեմ որ հայրս ինքը իր բնավորությամբ շատ լավն է, էլի։ Չի թողնում որ ես ինձ ազատ չզգամ իր կողքին։ Խոսենք որպես երաժիշտ եւ ոչ թե իբր հայր եւ իր որդին։ Դուք այսպես կանգնած եք վարպետի կողքին։ Այդ մեկը ցեզ ցևով ավելի պատասխանատվություն որ պիտի կրեք։ Վախ չասեմ ճիշտ վախ իմաստով թե տարբեր զգացումը կունենաք թե ես պետք է ավելի լուրջ օրեն կենամ որովհետեւ իմ կողքից կա վարպետը։ Այո, այդ կա, այդ անպայման կա։ Այդ զգացումը կա, այո, որ ուզում եմ ամեն ինչ լավ լինի, որ պապան իրան լավ զգա։ Ասիկ, այո։ Թեթև մարդ է։ Իրոք ես մեկ-մեկ որ լինում ենք, հետո ես շատ ուրախանում եմ։ Մեկ-մեկ իմ ընկերների հետ սենց ասեմ ժողովրդական լեզվով, ավելի լավ ընկերություն անեմ։ Մենք պիտի գարտանք քիչ հետ կմիասնապար կարգ մնամակներ, բայց ես վստահ եմ թե մեր ունգընչիրները եւ ագընչիրները արդեն իմ օգնականացնելին քրած է թե գխնդրեն եթե կարող եք մի երաժշտություն հրամցնել մեզի որբեսի մենք ալ բայելենք ծեր կլարինետով ծեր նվագած երաժշտությունը արդյոք կարող եք նվագել եւ ավելի մտնոլորտ հարստացնել Սիրո Ուրեմն սիրելիներ պիտի նվագե իր ճաշակին մեկ երաժշտությունը, որ պիտի վայելենք բոլորս, լսենք եւ դիտենք։
շատ շնորհակալ ենք այս հրաշալի երաժշտության համար ուրբաթ շաբաթ կիրակի մենք անամփեր սպասեցինք որովհետեւ երկու շաբթի ժամանե եւ միասին մենք այս զրույցը կատարենք բայց հարկելի ունգընտիրներ եւ ագընտիրներ պիտի ցավոք սրտի պիտի ասեմ թե այսօրվա հարցազրույցը երկար չէ այլ շամը երկուքին է որ պիտի ավարտենք այդ պատճառով շատ արագ հարցումներ եւ պատասխաններ կփոխանցենք իրար ունի նվագելու կորս այդ պատճառով շամը երկուքին պետք է մենք հարցազրույցը ավարտենք եթե նամակներ կա թեր գարտացած չեմ կներեք այս 500 նամակին հասնելը մի քիչ դժվար է բայց եթե հարցումներ ունիք եւ ողջունի խոսքեր կամ սրդակին խոսքեր սիրով կգարտամ ցեզի որ արդեն խնդրած եմ թենելին ինձ օգնե եւ գարտամ նամակները Վարսկերնիտ կդար եւ Թարսիալ շնորհակալ եմ այս գեղեցիկ երաժշտության համար Անցնենք 2000 թվականին որ դուք դեղափոխվել եք Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դեղափոխվելուց հետո ամենչապես դուք շարունակեցիք կլարինետ նվագելը կամ Դժվարություններ ունեցաք, ապա վերսկսիլ ամեն բան Թարսիալի հետ նվագել, միջոցառումներու մասնակցել եւ այլ տարբեր ծրագիրներ գծել։ Այո, երբ 2000 թվականին տեղափոխվեցինք Լոս Անջելես, Ստեյսի ջան, արդեն ես սկսեցի նվագել ճիշտ ասած պապայի ընկերների հետ։ Ավելի տարիքով մեծ վարպետների հետ սկսեցի աշխատել, նվագել ավելի կոփվեցի, հղկվեցի ու շատ շնորհակալ եմ էլի հայրիկիս, որ ես կարողացա շփվել, նվագել մեր մեծ մյուս վարպետների հետ։ Իսկապես այո այսպես լավ ընտանիքի անդամ ունենալը միշտ լավ է որովհետև իրենք նեցուկ կգանքնին մեր ռած կամ տարած գործերին համար ինչպես ծեր ընտանիքը որ բոլորն ալ դաղանթավոր են եւ դաղանթաշատ են դուք ասեցիք ինչպես նաեւ ծեր հորեղբայրը նվագում է ծեր եղբայրը չի շարունակում ծեր պապայի կողմը որ բոլորը եղած են երաժիշտներ Որոնք են ով են նվագողները մինչև այսօր թե որ շարունակում են երաժշտությունը Հորեղբայրս Վարդան Հարությունյանը նվագում է էլի շատ լավ երաժիշտ է դուդու կլարնետ զուրնա հորեղբայր պապիկս նվագել պապայի կողմի լավ պապիկիս եղբայրը էլի զուրնա կլարնետ նվագել է երաժշտական ընտանիք են էլի Իսկապես Իսկ եթե պիտի խնդրեի որպեսի նկարագրեք գլարնետային կորցիկը ինչպես եք նկարագրում եւ ինչ է նշանակում ձեզ համար կլարինետը կյանք ուրախություն սեր Կլարնետը ուրախ գործիք է նախ սկսենք դրանից միշտ հարսանիքներին ծնունդներին ուրախ գործիք է ինքը շատ դրա համար ադրեց այդ գործիքը շատ եմ սիրում Նվագում եք կլարնետ, այո, լավ գործիք է։ Կլարնետը ես երբ լավ կբրբտեի որպեսի իմանամ ճիշտ կլարնետը ինչ է, իմացա թե կազմված է երամաս փողից եւ գդուցացև ձվանից, որի վրա ամրացված է երեքնյա բիբիչը։ Բայց կլարնետը քանի գափույր եւ անցք ունի կամ կտարբերի կլարնետ է կլարնետ։ Այո, տարբեր կլարնետներ կան, բոլոր ազգերը ունեն կլարնետ, ամեն մի ազգ նվագում է իր ոճի մեջ, կլասիկ ոճ կա, որ կլարնետ են այո նվագում, մեր ավելի գերմանական սիստեմն է կլարնետը, տարբեր են լինում, այո։ Ձեր կլարնետը, որ քիչ առաջ մենք տեսանք, քանի կապույր եւ քանի անցք ունի։ Քանի անցք ունի, ճիշտ ասած չեմ հաշվել, բայց Իսկ նորմալ գլարնետը քանի գափույր եւ անցք ունի։ Բոլորը նույնն են։ Չափը Ուրեմն 20 գափույր եւ 7 անցք է որ ունի, նորմալ չափը այդ մեկն է։ Ցեսի համար կլարնետ տարբերությունը ունի կամ դուք որովհետեւ դիրապետում եք եւ շատ լավ նվագում եք, ցես համար ովևէ մեկ կլարնետ թյուրին է։ Այո, կան ուրիշ սիստեմի մի քիչ կլարնետներ շատ տարբեր չեն, բայց մատերի տեղեր կա, որ մի քիչ տարբեր է, ավելի իմ գործիքին եմ ավելի հարմար ես նվագում։
Ուրեմն միայն այդ մատերու դեղն է եւ չափն է գասենք։ Ուրեմն ոճի հետ ալ գաբ ունի նույն ժամանակ Գրիգոր Հարությունյան, եթե կլասիկ ոճ է կամ տարբեր խրախճանքային բարային երգերով։ Կլասիկ ոճով էլ է լինում, այո։ Ունենք էլի երաժիշտներ, որ կլասիկ սիստեմով են նվագում կլարնետը, բայց այս գործերը լինում են նվագել։ Ձեզ համար որ մեկը հաճելի է, կլասիկը կամ ավելի անինչ որ դուք նվագում եք։ Ինչ որ ես նվագում եմ դանսի։ Այո։ Կլասիկը որ մեկ բարակային է, ինչպես ասենք թաշնամուրը փանալին է, կլարինետը նախ պետք է կլասիկը սովորել, ապա անցնել դարբեր կլարինետներու, դարբեր ոճերի կամ ինչպես են։ Անտալի է, որ կլասիկը այո սովորես, իմանաս, դա օգնում է մեր հիմա որ նվագում ենք, դրան շատ է օգնում, բայց ասեմ, որ այս կլարնետով մեր ինչ որ այս գործիքով, որ ես նվագում եմ, դա էլ է լինում կլասիկ նվագել, ես այս գործիքով եմ կլասիկ նվագել երաժշտական դպրոցում։ Որ մեկը են ավելի բանջվում է, կլասիկը կամ այն ինչ որ դուք նվագում եք, ավելի modern նորը։ Երկուսն էլ լինում է, Ստեսի ջան, այտենց չի որ նրանով էլ է լինում, սրանով էլ է լինում կլասիկ նվագել, նրանով էլ է լինում կլասիկ նվագել, նրանով էլ է լինում սա նվագել, նա նվագել, երկուսն էլ լինում է։ Դες շատ ինքը տարբերություն չի։ Ես որ հարաճապանի մեջ ասեցի, թե դուք մասնակցել եք միջոցառումների, ինչպիսի միջոցառումների եք մասնակցել։ Ստեսի ջան, ասեմ, որ այն ժամանակ Հայաստանից գալիս էին երկիչ, երկչուհիներ, խմբեր, ես այստեղից միանում էի իրանց ու այդ համերգներ էինք նվագում շատ, տարբեր երաժիշտների հետ, որ գալիս էին, ես միանում էի ստեղից, իրանք Հայաստանից էին գալի, մենք մի քանի երաժիշտով ստեղից միանում էինք իրանց, փորձեր, համերգներ նվագում ենք, այո, շատ։ Համերգ որ գասենք, ուրեմն դուք կընկերակցիք այլ տարբեր երգիչների հետ, բայց բնավ մտածել եք ունենալ կամ ներկայացնեք ձեր անձնական մենահամերգը։ Մենահամերգը ճիշտ ասած հիմա դրա մասին չեմ ճիշտ ասած մտածել, բայց կուզենամ, ինչի՞ չէ։ Անպայման եւ առաջինը ես եւ Փերը ներկա կլինենք։ Ձեր մասնակցությունը նաեւ փերել եք Թելեթոնի, որ հերոստամարաթոնն է։ Ինչ նպատակով էր, երբեր եւ ինչ առավելություն ունեցել է ձեր ասպարեզում։ Այո, Թելեթոնները լինում էր Հայաստանի, Արցախի երեխաներ կային իրանց համար արվում էր թելեթոնները, մենք մասնակցում էինք, նվագում էինք, մենք այդպես էինք կարողանում օգտակար լինել այդ բոլորին։ Իսկ ինչ առավելություն ունեցել է ձեր ասպարեզի համար, ձեր ասպարեզում այդ մասնակցությունները։ Նախ ասեմ, որ ես ինձ շատ լավ էի զգում, որ այդ դրա համար էի մասնակցում, որ ինչ որ մի հատ լավ բան պետք է անենք մեր հայազգի, մեր երեխաների, ովքեր որ դրա պետքություն ունեին դրա համար, ինձ լավ է զգում, որ ես էլ եմ մասնակցում, ես էլ եմ կարողանում իմ լումաներ դնել այդ բոլորին։ Այո, ովևէ մեկ ցևով աչակցի լավ բան է նամանավանդ մեր հայազգի համար։ Դուք կլարինետը սովորելով, ինչպես նաև թաշնամուրը սովորելով, երաժշտության շատ լավ ծանոթացել եք եւ ձեր վարքյանները, ձեր րոպեները, ձեր թանկ ժամանակը տրամադրել եք։ Իսկ երաժշտությունը փոխադարձաբար ինչ տվել է ցեզի։ Երաժշտությունը Ստեսի ջան, ասեմ, որ իրոք դա իմ կյանքն է։ Ես չեմ պատկերացնում, որ ուրիշ ինչով կարայի այսինքն կարայի, բայց դա է իմ կյանքը եղել, ես սիրելով եմ դա արել ու ուրախ եմ, որ հենց երաժշտությամբ եմ զբաղվում։ Այսինքն առանց երաժշտության կյանքը դխուր կլինի, այդպես է երաժշտությունը ուրախություն է, երաժշտությունը սեր է, էներգիա է, առանց երաժշտության դժվար է։ Դա աստծո տված մի բան է, որ այո, ես դա կա իմ մեջ։ Կարդամ Կարգմը
նամակներ, եթե հարցումներ կա, սիրով ինչու՞ չէ կլսենք։ Շնորհակալական խոսքերուն համար ես շնորհակալություն կհայտնեմ իմ բարդականությունս է հյուրընկալել շատ հարգելի օժտյալ երաժիշտ Գրիգոր Հարությունյանին ունինք Ֆրանսիայեն հետևողներ որ կրած են նամանավանդ Անահիտ Հովագիմյանը Փարի եկերը մեր հարգելի Գրիգոր Հարությունյան եւ ուրախությամբ է որ գծանոթանանք իրեն մոտեն շնորհակալություն կհայտնեն ինձի հարցուցած հարցումներուս որ ցեզի ավելի լավ գծանոթանամ ապա ունինք Ավստրալիայեն ինչպես միշտ շատ հաճելի հյուրեի հաճելի հաղորդաշարի նամանավանդ հաճելի հյուրը Գրիգոր Հարությունյանը Հրանտուհի Նահաբետյանի կողմ է ապա Մեզի միացած է Գարիկ Սարգսյանը եւ ինք արդեն քրած էր նախքան մեր հարցազրույցը սկսել թե անհամբերորեն ինք սպասում է ազրույցը նամանավանդ իր լավ բարեկամին իր լավ ընկերոջ որովհետեւ հետեւի արդեն կհետեւի ողջույններ Գարիկ Սարգսյան որ քիչ հետքը մենք պիտի դենք այդ տեսահոլովակը որ միասին նկարահանել եք բայց նախքան անշուշտ հաջորդ հարցումին անցնելը եւ նամակները կարդալը գտիդենք վերջավորության մեր հարցազրույցին այդ տեսահոլովակը շունչը տանսվար Գրիգոր Հարությունյան շատ հաջող կնվակես եւ քեզ մեծ հաջողություններ Լուսին Հալաչյանի կողմէ ապա նամակ մի եւս Գրիգոր Հարությունյան ծափահարությամբ բրավո կասեմ թե շատ տաղանդավոր ես հաջողություն կմաղթեմ Մարգրիտ Գզերյանի կողմէ ունինք դարձյալ մարալ Նելա այս նամակը չգիտեմ եթե պետք է կարդամ կամ ոչ շատ սիրուն թեմք ունի Գրիգոր Հարությունյանը հաջողություններ կմաղթեմ եւ գուզեմ գիտնալ եթե ամուրի է կամ ոչ Մարալը շատ հետաքրքրված է այս մեկ անձնական հարցում է կմնա իմ հյուրից եթե գուզե պատասխանել կամ մերժել Այո ամուսնացած եմ Քանի սավագ ունեք Երկու Եվ երաժշտությամբ իրենք սպառվում են կամ ոչ թեր Տղաս Ռուբենես փոքր ժամանակ շատ էր վերցնում ձեռքը գործիքները Բայց մի քիչ թող մեծանա Այդպես է մի քիչ թող մեծանա այդպես Աստված վահե ծեր երկու սավակները եւ Աստված իրենց միան ուրախություն բարգեւե լավորեր բարգեւե ծեր եւ տիկնոջալ միշտ ուրախությամբ ծեր դունը միշտ մնա հարկելի հարկարժան հյուրես Թերգան նամակներ կներեք բոլորը պիտի չի գարտամ ինչպես սի արդեն մենք ունենք թեր 15 րոպե որ պետք է ավարտենք եւ ինք ամենչապես ուղվի այն ուր որ պիտի նվակե ունի իր կորձը այսօր եւս ուրեմն դուք որովհետեւ սիկ դեղափոխվեցաք եւ խոսեցանք այդ մասին Լոս Անջելես հասնենք Լոս Անջելեսի ժողկորձիկների նվակախումբի անդամ եք որ երաշտական մասի ղեկավարը Վարվետ Դուդուգահար Ռուբեն Հարությունյանն է ծեր հայրը եթե դեղեցություններ պիտի փոխանցեք հաճիկ մեզի նվակախումբի մասին քանի մարկախմբում ինչ տեսակի միջոցառումներ եք ներկայացնում եթե միան Ամերիկայում եք կամ այլ տարբեր երկիրներում մի քիչ այսպես դեղեցություններով լսենք ցես մի հաճիկ Այո, ասեմ Ստեյսի ջան, որ բոլորը մեր շատ սիրելի Հովանես Շաբազյանի ղեկավարությամբ ստեղծվեց այդ խումբը, երաժշտության ղեկավարը հայրս է, այո, Ռուբեն Հարությունյանը, բոլորը շատ լավ երաժիշտներ են, տաղանդավոր երաժիշտներ, երգիչներ, լավ խումբ է, ասեմ որ միակն է Լոս Անջելեսում, այո, այդ խումբը Համերգներ եղել են, նվագել ենք շատ, այո, լավ ունենք որ պետք է էլի համերգներ լինի, անպայման։ Միան Ամերիկայում կամ այլ տարբեր երկիրներ եւս։ Հիմա Ամերիկայում, բայց հուսով եմ որ կլինի տարբեր տեղեր, անպայման այդ խմբով կմասնակցենք։ Ես այնինչ որ տեսա շատ մեծ թիվով քանի մարդ կա խմբում։ Մոտավորապես 15-16 հոգի երաժիշտներ են։ Ավելի Ընդամենը ասենք 17 երաժիշտներ են, բայց ընդամենը եթե պիտի խոսենք այդ ժողկորձիկների նվակախումբը կփականա 26 անձեր է։ Այո։ Իսկ ովևէ մեկ համերգներու ծրագիրներ ունի քաղաքային որ միասին պիտի շրջակայեք կխոսենք ժողկորձիկների նվակախումբի համար։ Այո, համերգ ունենք պետք է տեղի ունենա կարծեմ մայիս ամսին։
որ պիտի մասնակցենք մենք։ Վերջերս եղավ հայկական մրցանակաբաշխություն Dolby Theatre-ում, Այո։ մասնակցեցինք այդ կամբով։ Այո։ Ուրեմն ճամփորդելու ծրագրեր չունեք, այլ միայն ծրագրերը Ամերիկայում է։ Ծրագրեր կան, բայց կոնկրետ օրը չի դրված, անպայման հույսով եմ առիթ կլինի խոսենք դրա մասին։ Անշուշտ, անպայման ովևէ մեկի թե նորություն ունենաք, մեծ սիրով դարձյալ ես կհաղորդեմ իմ հաղորդաշարի ընթացքին կամ դարձյալ կրնամ ընդունել, այսպես կարճ զրույցումը, որովհետեւ դուք տեղեկացնեք ձեր ծրագիրները կամ ովևէ մեկ վստահ եմ թե բոլորն ալ հաջող են ձեր հաջողության մասին հաղորդեք։ Մենք զրույցի սկիզբը լսեցինք Rumba Boom խորակրով երաժշտությունը, որ կպատկանի ցեզի։ Դուք վաղուց եք գլարնետ նվագում, բայց ես նշмарել եմ թե ցեր երաժշտության թիվը քիչ է։ Ինչու է արդյոք ժամանակի կարոտ է կամ ուրիշ պատճառներ ունեք, ինչու ցեր երաժշտության թիվը քիչ է։ Սկզբից Ստեյսի ջան, այդքան չի օրվայ կլիպներ, վիդեոներ ունեմ շատ բան, բայց հիմնականում ավելի շատ նվագում ենք, հավաքներին ենք մասնակցում, հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ, բայց ուզեցա որ անպայման ունենամ մի քանի բան լավ բաներ ու էլի հետագայում անելիքներ ունեմ, որ շատ գործեր կա, որ պիտի արվի Շատ գեղեցիկ երաժշտություն է, որ լսեցինք Rumba Boom-ը, բայց ինչու նախընտրել եք տարբեր լեզվով խորակիրը երգին եւ ոչ հայերեն լեզվով։ Ինչ է դա կրկրել ատ մեկը։ Ինքը ավելի այդ գործը այդ ռիթմի մեջ է, ճիշտ ասած, դրա համար որոշեցինք այդպես լինի, բայց էլի երաժշտություններ կան, որ պիտի սկսել նվագել անպայման մեր հայկական վերնագրերով կանենք։ Անամպերը սպասում ենք։ Եվ անամպերը սպասում եմ լսենք դարձյալ, եթե ունիք մի երաժշտություն նվագելիք նախքան վերջին խոսքը ասելս եւ ձեր ավակայ ծրագիրներում մասին ավելի լավ իմանալը եւ այլ տարբեր կարգը վերջին խոսքեր։ Արդյոք պատրաստ եք մեզի նվագեք մի երաժշտություն։ Սիրով։ Ուրեմն մեծ սիրով հարգելիներ լսենք դարձյալ Գրիգոր Հարությունյանի մեկնաբանությամբ։ Պատրաստ ենք, գնացինք։
Շատ շնորհակալ եմ չմերժելու համար երկրորդ հրաշալի երաժշտությունը լսեցինք իմ հարգարժան հյուրիս որ չմերժեց իսկապես թե շատ շնորհակալ եմ մենք դեռ շատ խոսելիքներ ունենք մենք դեռ շատ հաղորդելիքներ ունենք բայց արդեն ժամը մոտավորապես 1:54 վայրկյաններ կանցնի ուրեմն պետք է ամենչապես ավարտենք որովհետեւ դուք կարողանաք հասնել եւ ձեր գործը լիոլի կատարեք օստիալ երաժիշտ Գրիգոր Հարությունյան շատ հաճելի էր այս մեկ ժամը միասնապար զրուցել Ձեր մասին լավ իմանալ, լավ ծանոթացնել ձեր երկրպագուներուն եւ նույն ժամանակ մեր այսօրվա հաղորդաշարի հետևողներուն։ Նախքան ձեր սրտակին խոսքը լսելը, արդյոք շուտով ինչ ծրագրեր ունեք։ Շուտով պատրաստվում ենք համերգների հենց մեր ժողովրդիկների խմբով, Ստեսի ջան, ունեմ շատ գործեր, որ հələ չեմ ավարտել ռեկորդինգի, որ պետքա ձայնագրվենք, անում եմ նոր շուտով տեսահոլովակներ անպայման կլինի։ Աշխատում ենք անպայման կտեղեկացնենք մեր հանրությանը սիրով։ Դասավորվելով ամեն բան շատ լավ կլինի եւ դարձել պիտի ողջունեմ Գարիկ Սարգսյան, որ գրած է ես ցեզ հետ եմ հարգելիներս, հարազատներս։ Այդպես որ կողջունեմ իրենալ մեր շատ լավ ճուտագահար Գարիկ Սարգսյանին, որ իր հետնալ հաճելի էր զրույցը որ կատարեցի։ Գիտեմ թե շուտով պետք է այս հարցազրույցը ավարտեմ, որովհետեւ ցեզի ցույց տամ դուք հերանակ հարցազրույցեն, բայց նախ լսեմ ձեր սրտակի խոսքը մեր այսօրվա հետևողներուն, նամակ գրողներուն, ձեր բարեկամներուն, ինչպես նաև համայն հայության, ինչ ունի կսելիք։ Ես բոլորիդ շատ շնորհակալ եմ հետևելու համար, լավ ջերմախտանքներ ասելու համար։ Ուզում եմ այս տարի հեսա համարը արդեն ավարտվում է, գալիք տարին բոլորին ուզում եմ ցանկանալ առողջ լինեն, լավ լինեն, խաղաղ լինեն, մեր զինվորներին ցանկանում եմ առողջ լինեն։ Ամենալավ բաներն եմ ուզում մաղթեմ մեր հայ ազգին, թող բոլորը լավ լինեն, բոլորը իրար լավ բաներ ասեն, լավ բաներ գրեն։ Ամեն ինչ թող լավ լինի, խաղաղ լինի։ Ամեն։ Այս խոսքերը լավ լսեցեք հայերջան, պետք է մենք միշտ իրար սիրենք եւ իրար բարձրացնենք մեկ փազուկ, մեկ սիրտ, մեկ սկացում եւ այդպեսով շարունակենք, որովհետեւ մենք հայ ենք, հբարտ ազգ ենք, այդպեսով իրար սիրելով կարող ենք մենք իրար բարձրացնել։ Նախքան հեռանալը որ տեսահոլովակը դիտենք Գարիկ Սարգսյանի հետ, հաճիկ երկին եւ տեսահոլովակի մասին մեզի հաղորդեցեք, թե երբ պատրաստվել է խաղապարը, ինչպես մեջտեղ եկել է, ինչ ճուտագով դուք կլարինետով եւ ինչպես պատրաստվել է հոլովակը։ Գարիկի հետ ճիշտ ասած խոսեցինք, հետո ես առաջարկեցի Գարիկին, ասեցի լավ ման չնվագենք իրար հետ։ Ես իրար հետ կազմակերպեցինք սիրով երաժշտությունը Հայաստանում տաղանդավոր տղա էր շատ արանժմենտ արեց, այստեղ մեր MG մոտ mix master-ին։ Այո, ու Գարիկի հետ պայմանավորվեցինք, սիրուն հանդիպեցինք, արեցինք այդ գործը, շատ լավ ստացվեց, իմ ընկերոջն ողջունում եմ, ուզում եմ շնորհակալություն հայտնել իրանից էլ,
Մտած Ստեյսի ջան։ Ձեր երկոքին վարձկակատար նամանավանդ չուտակը եւ կլարինետը այնքան իրար հարմար էին, այնքան քեղեցիկ երաժշտություն են նույն ժամանակ մենք պիտի վայելենք դիտելով տեսահոլովակը, բայց ցեզի մեծ հաջողություն ձեր ճանապարհը լալի հաջողությամբ անշուշտ դարձյալ գողջունենք ձեր հորը ամենալավն է որ գցանկանամ եւ վստահ եմ թե ովևէ մեկնորություն եթե լա մեզ գասեք եւ ես կհաղորդեմ հաղորդաշարի ընթացքում հաջողություն ձեր զրակրին որ ամին չափես պիտի ուղղվիք հիմա աստվածը լամիշ ձեր հետ դարձյալ օժտյալ երաժիշտ Գրիգոր Հարությունյան շնորհակալ եմ իմ հրավերս ընդունելու համար եւ հաղորդաշարի հյուրը լինելու համար Շնորհակալ եմ առիթից օգտվելով Ստեյսի ջան, ուզում եմ ձեզանից էլ շնորհակալություն հայտնել հրավերքի համար։ Ցանկանում եմ անխափան եթերներ, միշտ լավ հյուրեր ունենաք, մենք էլ սիրով վայելենք։ Շատ շնորհակալ եմ դարձյալ ցեզի պիտի մաղթեմ լավ օրեր եւ պիտի շնորհավորեմ ամանորը եւ Սուրբ Ծնունդը լախաղաղ եւ շատ հաջողակ տարիմը մեր բոլորին, մեր հայության, ինչպես նաեւ ցեզի եւ բոլոր Հարությունյան ընտանիքին։ Դարձյալ բարի եկածեք եւ ցտեսություն։ Շնորհակալ եմ։